Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում բարև ձեզ մեր զրուցակից այսօր դերասան, ռեժիսոր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանն է, ողջույն պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, ձեր մասնակցությամբ Mea Culpa ներկայացումը, որը բեմում էր ավելի քան 15 տարի առաջինը, նաև այն մասին էր, որ մեր շուրջը կատարվող ամեն արատավոր երևույթի համար ամեն մեկս մեր մեջ պետք է գտնենք մեղավորին։ Մեր հանրությունը ի վերջո տարիների ընթացքում եկավ դրան այդ մտայնությանը, որ իր մեջ փնտրի մեղավորին, թե անընդհատ մենք մեղավորները փնտրում ենք մեզնից դուրս։ Մի քանի օր առաջ մենք հանդիպում ունեցանք ես, Արտուր Սահակյանը, Հրանտ Թոխացյանը, շատ սիրելի, հենց Mea Culpa-ի շուրջն էր, տանիք, թատրոն տանիքում էր հաղորդում, Արմեն Մարգարյանն էր բարում։ Եվ այնտեղ խոսք գնացած դրա մասին, արդյոք հասարակության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Իմ կարծիքն է, որ ոչ, ցավոք սերտի ոչ, որովհետև մենք կարող ենք ընկալել ճշմարտությունները, մենք կարող ենք համաձայնել ճշմարտությունները, մենք կարող ենք այո համաձայնել, մենք բոլորս մեղավոր ենք ինչ հարցերում, ինչ գործերում, բայց թատրոնը եւ ներկայացումը շատ փոքր են, որպեսզի կարողանան հասարակության գիտակցությունը փոխել։ Թատրոնը կարող է հուշել, ներկայացումը կարող է առաջ քաշել այդ հարցերը, խնդիր դնել առաջ, բայց լուծում չի կարող եւ ազդել հասարակության գիտակցության վրա, ներկայացումը չի կարող թույլ է շփել։ Համեմատեցի կաթիլը օվկիանոսում։ Մի կաթիլ է ընդամենը օվկիանոսում։ Եթե այդ կաթիլները շատ լինեն, եթե հորդարատ անձրև տեղա, հնարավոր է ինչ-որ բան փոխվի հասարակության մտածողության մեջ, բայց մեկ ներկայացումը չի կարող։ Դա մեկ, երկրորդը, եթե մենք ուզում ենք փոխել հասարակության մտածողությունը, գիտակցությունը, դա առաջին հերթին դա պետության խնդիրն է, ոչ թե թատրոնը։ Պետությունը պետք է կրթի հասարակության, ոչ թե թատրոնը։ Այսօր իշխանությունը եւս փորձում է մեղավորներ գտնել։ Օրինակ, իշխանություն եկեղեցի հակամարտությունն է սրվել, Փաշինյանը մեղադրում է, կաթողիկոսին, հոգևորականներին գուսակրոնությունը խախտելու մեջ, Փաշինյանին մեղադրում են, դավաճան, պիտակներն են դնում իշխանությանը, այսինքն բոլորը բոլորին մեղադրում են։ Երբ վերջապես ամեն մեկը կհասկանա, որ մեղավոր ենք գուցե բոլորս, բայց մյուս կողմից էլ, երբ որ ասում ենք մեղավոր ենք բոլորս, ստացվում է, որ պատասխանատուներ չկան։ Այո, ես չեմ ընդունում դա, մեղավոր են բոլորս, փախուստ է պատասխանատվությունից եւ բաժանումն է ոչ։ Իսկ ինչ վերաբերում է այն ցավալի իրողության ինչ տեղի ունենում այսօր մեր երկրում, մեկը մյուսին արժանի է, ու բոլորը նույնն են, հանկարծ չփորձի որևէ մեկը ասել, որ ես ավելի առաքին եմ, ավելի ազնիվ եմ, ավելի հայրենասեր եմ, քան մյուսը, ոչ, ես հիմա չեմ հավատում որևէ մեկին, ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ այս սրա մետներին, ոչ նրա մետներին, ոչ, բոլորն էլ գործակալներ են, եւ այստեղ ամբողջ ողբերգությունը կայանում է դրանում, որ չկա մի ուժ, որը կարող է հավաքագրել հային, հավաքագրել հասարակությանը, հավաքագրել պետությանը, որպեսզի մենք, ես համոզված եմ, չկա աշխարհում որևէ հզոր երկիր, որ կարողանա հավաքագրված եւ մի համուր որևէ երկրի հաղթել, ոչ, չկա նման բան, չի կարող լինել, ով ուզում է լինի, մենք 1 միլիոն եք, 2 միլիոն եք, թե 100,000 եք, եթե միասին ենք, անպարտելի ենք, եւ այդ աշխարհի կառավարողների կամ իրենց դրածոների խնդիրն է, որ մեզ պառակտեն, իսկ պառակտումը մենք այսօր տեսնում ենք մեր աչքի առաջ, ինչ է կատարվում մեր երկրում, հասկանում եք։ Հիմա խնդրեմ, որևէ մեկը թող փորձի ինձ, չեմ ասում ինտելեկտով մի ֆանտաստիկ զարգացած, միջին ինտելեկտի տեր մարդուն համոզել, որ որևէ մեկը ճիշտ է, ոչ, ճիշտ չէ։ Եվ բոլորի քայլերը տանում են դեպի կործանում եւ բացի այդ քայլերի մի մասն էլ
տանում են դեպի հուդայականություն։ Հուդա են դարել բոլորը, հասկանում եք։ Այս հուդա լինելը դարել է սովորական բան։ Սրբություն վաճառելը 30 արծաթով դարել է շատ առօրյա երևույթ։ Մենք վաճառում ենք մեր սրբությունը, մեր հայրենիքը։ Իմ աչքի առաջ վաճառում են իմ հայրենիքը։ 30 արծաթով։ Ես ում հավատում, որ մեկի կողքը լինեմ։ Առավելևս ես գիտեմ, որ մյուս տարի 26 թվին ընտրություններ են, իշխանությունը շատ գայթակղիչ երևույթ է։ Եթե քեզ թվում է, թե դու իշխանավոր ես, բայց բանից պարզվում է, որ դու քեզ տվել են այդ իշխանությունը, որպեսզի դու անես այն, ինչ որ պետք է անես։ Եվ սա չի վերաբերում միայն իշխանություններին այսօրվա, բոլոր իշխանություններն են այդպիսին։ 2091 թվականից առ այսօր։ Դրա համար իմ հավատը միայն իմ ազգի ներեցեք կոպիտ միգուցե լինի կամ միգուցե շատ վերամբարձ իմ ազգի աստվածային լինելու մեջ։ Ես հավատում եմ իմ ազգի աստվածային սկզբին։ Ինչ էլ անեմ միևնույն է, կա մի բան, որը կախված չի աշխարհի որևէ մի ուժից։ Եվ հայը կմնա հայ, իսկական հայի մասին է խոսքը։ Ես դրան եմ հավատում։ Մեակուլպա ներկայացման մեջ ձեր հերոսը միջազգային համաժողովում պիտի ներկայանար եւ տեքստեր պատրաստում, չէ՞։ Եվ նրա խոսքը պիտի լիներ հաստատակամ, համոզիչ, բայց վերջում էլ, հա, այսինքն երբ որ Հրանտ Թոխատյանի ստեղծած կերպարի հետ նա տարբեր կերպարների հետ զրուցում է, ի վերջո իր համար էլ եզրահանգման է գալիս, չէ՞, վերարժևորումներ է անում։ Հետաքրքիր է դուք այսքան տարի անց ձեզ համար ինչ վերարժևորումներ եք արել, հա։ Հիմա այդ ներկայացման արդեն ինչ հայացքով եք նայում։ Ձեր հերոսը հիմա ինչ կասեր, ինչ կմտածեր այս իրողության մեջ, որ ունենք։ Ներկայացման ընթացքում Հրանտ Թոխատյանը մարմնավորում է բազմաթիվ կերպարներ, որոնցից յուրաքանչյուրը գալիս է եթե ոչ մեկ, ապա մի քանի ճշմարտություններ է ասում մեր ազգի մասին, հայերի մասին, ով ենք մենք ինչ ենք, դա լինի Չերչիլը, դա լինի Ստալինը, դա լինի Հիտլերը, Տիգրան Մեծը, այսինքն գալիս էին պերսոնաժներ, կերպարներ եւ ասում էին ճշմարտություններ, բայց այս ճշմարտությունները շատ քիչ էին։ Այս ճշմարտության կողքին պիտի լինի ինքդ քեզ հավատալու, անվերապահորեն հավատալու սկզբունքը նաև։ Մենք մեզ չենք հավատում, ուր մնաց դիմացինին հավատանք։ Ինչ վերաբերում է ինչ կասեր հերոսը, իմ պերսոնաժը, որ տվայտվում էր Մեակուլպայում, կարծում եմ իմ հերոսը կլռեր, ոչինչ չէր ասի, ասելու բան չկար, ասելու ժամանակը անցել է, հիմա պիտի լուր գործես, լուր, առանց վերամբաց խոսքերի, առանց գորգորալու, լուր գործել, նույնիսկ թաքուն գործել, որ ոչ ոք չի մնա, այլապես կիմանան ու կապականան, ինչ որ դու ուզում ես անել, իսկ պիտի գործես հանուն ինչ որ բանի, հանուն մեծության, հանուն սրբության, հանուն հավատի, հանուն արժանապատվության, հանուն ապրելու իրավունքի, այս իմ թվարկած բոլոր երևույթներից փորձում են մեզ զրկել, մեզ եւ հայերիս, եւ հասարակությանը, եւ պետությանը։ Երբ նայում եք վերազգային ժողովին, մոնոներկայացում անելու ցանկություն չի առաջանում այդ թեմայով։ Բացարձակապես ոչ, որովհետեւ ես դա համարում եմ շատ ցածր նյութ, որպեսզի կարողանամ, որպեսզի փորձեմ մոնոներկայացում կամ մեծ ներկայացում։ Դա շատ մանր երևույթներ են, որպեսզի դրա վրա այս կյանքի ժամանակը ծախսեմ։ Ես եթե վերցնեմ ազգային ժողովը, ես հանդիսատեսին որևէ բան չեմ հաղորդի նոր բան նրա ինքնակատարելագործման համար։ Այսինքն նա արդեն տեսնում է դա ինչ որ կա։ Արվեստը եւ թատրոնը այն չի, որ պետք է արտացոլես իրականությունը, այլ պիտի ստեղծես իրականություն։ Իսկ դուք որպես քաղաքացի ինչպես եք վերաբերվում նրան, ինչ տեսնում եք։ Զզվանքով։ Ոչ պետք է վերաբերել։ Զզվանքով լավագույն դեպքում, վատագույն դեպքում ներսս ավելանում է ատելություն, որ ես չէի ուզենա որ լիներ իմ ներսում ատելություն, որովհետև ատելությունը առաջերտին ինձ է վնասում։ Ում հանդեպ այդ ատելությունը այն մարդկանց հանդեպ, ովքեր ստեղծում են այս քաոսը։ Որովհետև նպատակը դրված ստեղծում են քաոս, որպեսզի հասարակությունը կորցնի իր չափանիշները կորցնի հասարակությունը։ Իսկ
կրթված հասարակություն որևէ մեկին պետք չի իշխանավորներից կամ ժամանակակից աշխարհում կրթված հասարակություն պետք չի, կրթված հասարակության կառավարելը շատ դժվար է, կրթված հասարակությունը պահանջները դնում, հասկանում եք, իսկ այս պահանջները շատ վտանգավոր են հաճախ իշխանավորների համար։ Նույնը կատարվում է այստեղ, մեր հասարակության մեջ, մեր երկրում։ Ինչի են հասել մեր ժողովրդին, ինչի են հասել մեր, նայեք ուշադրություն դարձրեք, մարդիկ միայն ուտելով են զբաղված, ուտելով զվարճանալով, գինու գարեջրի փառատոներ անցկացնելով, հացև հանդիսություն, հռոմեական բան բերված, բայց միևնույն է, նորից եմ կրկնում, իմ լավատեսությունը երևի շատ պաթոլոգիկ երևույթ է, իմ լավատեսությունը իմ ազգի նկատմամբ, ես անվերապահորեն հավատում եմ, որ մեր ազգը անկոտրում է, ինչ էլ ուզում են անել, ինչ էլ ուզում են անել։ Պարոն Ստեփանյան, այսօր ատելության խոսքը շարունակվում է շատ մեծ ծավալներով տարածվել, այդ թվում նաև եւ իշխանության կողմից է գեներացվում եւ ընդդիմության։ Այս սրան ինչպես եք վերաբերվում։ Որևէ կառուցողական բան ես չեմ տեսնում այս ամեն ինչի մեջ եւ նորից եմ կրկնում, մտածածին այս ամեն ինչը խառնում են իրար, որպեսզի մարդիկ չկարողանան հենց նույն ազգային ժողովում չկարողանան կենտրոնանալ ինչ-որ մի հարցի շուրջ, շատ կարեւոր հարցի շուրջ։ Շատ կարեւոր, շատ կեսակ, այսօր ինչ է կատարում, այս պատերազմն է։ Քանի երկիր պատերազմում են մեկը մյուսի։ Ոսկ ինչի սրա մասին չեք մտածում։ Խոսքս վերաբերում ոչ միայն դիմությանը, բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք նույն բանով են զբաղված։ Ինչով եք զբաղված, ինչ եք անում։ Հա, ինչ-որ հարցեր են բարձրացնում, ինչ-որ գոռում են, ճշմարտություն, բայց բավական է իշխանություն ստանան, նորից նույնն են անում։ Հավատը սա կորել այն միջով չկա։ Ես չեմ հավատում որևէ մի քաղաքական ուժի։ Ես չեմ հավատում մշակույթի նախարարությանը։ Դրան դեռ կանդրադառնանք։ Ինձ համար դրանք բոլորը կենտրոնացած են մշակույթի նախարարության մեջ, որը սուտը ստի հետևից բան անում առանց ամաչելու, առանց դիրքը, առանց իր դիրքը զգալու։ Նախարարությունը ի վերջո չկարի ստել, չկարի մարդկանց խաբել։ Նույնն էլ կառավարությունը չկարի ստել, ինչ կարելի ստի վերատանել այս ամենը։ Մի խաբեք։ Արժանապատվություն ունեցեք վերջին հաշվով, մարդկային, պետական արժանապատվություն, ասեք ճշմարտություն։ Ինչ եք բամփասում, ինչ եք իրար հետևից շուկայի գազազասկանանց նման իրար մազեր փոկում։ Սա ինչ երկիր է, սա ինչ պահվածք է ընդհանրապես։ Եվ մշակույթի գործիչների, եւ պետական գործիչների։ Այսօր գրեթե բոլորը իրար հայհոյում են։ Ինչպես եկանք սրան։ 30 տարուց ավել որևէ մեկը, որևէ մի իշխանություն հոգ չի տարել հասարակության դաստիարակության վրա։ Մենք թատրոններ ենք փակում։ Սա ինչ բան է։ Մի հասարակություն, որ թույլ է տալիս թատրոն փակել, արժանի չի թատրոն ունենալու ուրեմն։ Եվ մի պետություն, որը թողած իր բոլոր գործերը կամ նախարարություն զբաղվում է այդ մանր ինտրիգաներով, 2-3 հոգու կմաճուկի պատճառով մի ամբողջ թատրոն փակել է։ Ոչ, սա այն հասարակությունը չի, որը ինձ պետք է։ Դուք կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էիք, թատրոնը փակվեց, հետո գոյում էիք հանդես գալիս ներկայացումներով, գոյը միավորվում է Սունդուկյանին։ Սա ինչ միտում է, այսինքն թիրախավորված են թատրոնները, թեկուցի այս կառույցները իսկապես չեն կարողանում արդարացնել եւ ռեալիզացնել իրենց։ Ոչ, բաները, պատճառաբանությունները, որը բերում են ֆինանսական կամ չգիտեմ, դրանք հիմարություններ են։ Եթե ֆինանսական պատճառաբանությունը բերում, որ Գոյ թատրոնը ինչ-որ 3 միլիոն պլան չի կատարել եւ դրա համար փակում են, այդ դեպքում ես հակադարձ հարց եմ դնում, այդ դեպքում կամերան երաժշտական թատրոնը ինչու փակվեց, երբ որ 3 տարի շարունակ տասնյակ միլիոնների գերակատարում էր պլանը, ինչու փակեց։ Այսինքն ֆինանսական խնդիր չկա։ Ոչ, ստեղ կա 2-3 հոգու կմահաճուկ ընդհանրապես։ Որոշել են եւ անում։ Սա է։ Եվ որոշելը այդ կմահաճուկը ամրագրված է նրանով, որ կառավարության որոշում կա։ Սղացնում են, անցկացնում են կառավարության նիստերով, որոշումով ստանում են եւ ասում են, ահա, մենք կապ չունենք, սա կառավարության որոշում ու թաքնվում են դրա հետեւ։ Իսկ կառավարությունը կամ այս հասար բաներին մեր իշխանություններին բացարձակ չի հետաքրքրում թատրոնները, իրանք այնքան հեռու են թատրոնից։ Չեն գալիս թատրոն պաշտոնյաները։ Եթե չգիտեմ գալիս են թե չեն գալիս, բայց ինձ համար թատրոնը դա այդ կենսական բանը չի, իրենք ասում զվարճալիք են որպես վերանայում թատրոնը։ Դա իրենց համար զվարճալիք է եւ
ասեմ ավելին։ Առ այսօր թատրոնի մասին օրենք գոյություն չունի, չկա։ Որովհետև թատրոնը ի վերջո, եթե շատ լուրջ մոտենանք, կվտանգավոր երևույթ է։ Դրա համար օրենք չեն անում։ Հիմա յուրաքանչյուր թատրոն, ստեղծագործական կոլեկտիվ լինի կամ խումբ լինի կամ թատրոնի մարդիկ նայվում են, դիտարկվում են պետության կողմից որպես շենքը սպասարկող անձնակազմ։ Գոյություն չունի ստեղծագործական միություն կամ ստեղծագործական հասարակություն, ոչ։ Յուրաքանչյուր թատրոնի աշխատակազմը դա շենքը սպասարկող անձնակազմ է համարվում որպես, որովհետև օրենք չկա թատրոնի մասին։ Դրա համար իսկ շենքը պետության սեփականությունն է։ Շենքը միշտ պետությունը կարող է վերցնել, սպասարկող անձնակազմին ազատել։ Սպասարկող անձնակազմը դուք ինչ ստեղծագործող կամ ինչ ստեղծագործության մասին խոսքը, եթե նման օրենք գոյություն չունի։ Մենք չունենք ստեղծագործողի մասին օրենք, որպեսզի պաշտպանված լինի իմ իրավունքները որպես ստեղծագործ, չկա տես բան, հասկանում եք։ Ու չի լինի։ Օրենքը ձեզ ինչ կտար։ Եթե ստեղծագործ թատրոնի մասին օրենք լինի, ես կլինեմ պաշտպանված։ Ես կիմանամ իմ քայլերի հերթականությունը։ Իսկ այսօր ես հանդես եմ գալիս որպես սովորական քաղաքացի, որի իրավունքները խախտված են։ Ոչ որպես ստեղծագործող մարդ, ոչ որպես թատրոնի մարդ։ Իսկ եթե լինի օրենք թատրոնի մասին, բնականաբար պետք է բոլոր բաները կետերը պահպանված լինեն, դեռ ես կիմանամ արդեն իմ քայլերի առավելությունը կամ ոչ առավելությունը։ Ես ինչ կարող եմ անել եւ ինչ չեմ կարող անել։ Եվ նման անօրինականություններ չի կարող լինել արդեն։ Մարդկանց հեռացնել աշխատանքից, ընդ որում 35 հոգի սկզբունքորեն որևէ մեկը չգնաց դեպի թատրոն։ Այս է սկզբունքը, այս է ես ընդունում եմ, այս է ես ասում եմ այն միասնությունը։ 35 հոգի 2 տարի շարունակ, որը աշխատանքից զրկվել են մարդիկ, բայց որևէ մեկը չի համաձայնել այդ պայմաններին, որ առաջարկվել են։ Իսկ ինչու 35 հոգին չի կարող դառնալ 350,000, 2 միլիոն, ինչու չի կարող։ Դե սկզբունքը, այո, զրկվում ենք ինչ-որ բանից, բայց չենք համաձայնել այդ պայմաններին, որտեղ դա ինքնաոչնչացում է։ Շատ պարզ օրինակ է, հասկանում եք, որը կարելի է մեծացնել եւ մեր հասարակության վրա տարածել։ Այսօր հայ թատրոնի հիմնական խնդիրը ո՞րն է, պարոն Ստեփանյան։ Երկու բան, որը կապված են իրար հետ ըստից։ Գոյատևել, որտեղ թատրոնները չկա մի թատրոն, որը լավ վիճակում լինի։ Դրա համար էլ հիմնականում մեծ թատրոնները, ասենք, շաբաթվա մեծ մասը տալիս են վարձակալությամբ իրենց բեմը, որպեսզի ֆինանսներ ունենան։ Գոյատևել զվարճալիքի միջոցով։ Զվարճացնել հասարակությանը, որպեսզի հասարակությունը գա թատրոն եւ իրենք ունենան, ասենք, տոմսային տնտեսությունում ստացած գումարները, որ հետագայում շարունակեն իրենց ներկայացումները բեմադրել կամ վերանորոգել ներկայացումները։ Իմ կարծիքով այս երկու խնդիրն ունի թատրոնը, որովհետև որևէ թատրոն հիմա չի մտածում իր առաքելության մասին։ Բոլորը զվարճալիքի մասին են մտածում։ Ոնց զվարճացնեն հանդիսատեսին, իսկ հանդիսատեսը շատ դաժան է այդ առումով։ Հանդիսատեսը կարող է պահանջները այնքան իջեցնել, այսինքն իր պահանջները չէ, դերասանի եւ թատրոնի որակը այնքան իջեցնել, հասցնել, վերջում էլ ասել այդ չեք, ես գնացի ձեզանից։ Սա շատ վտանգավոր վիճակ է հայ թատրոնի համար, ընդհանրապես թատրոնների համար, առավելես, որ պետությունը որևէ թատրոնի բացի սուբսիդիայից ոչինչ չի տալիս։ Եթե իհարկե չունես լավ ծանոթներ, ոնց որ ասենք Վարդան Մկրտչյանը նախարարության հետ, որպեսզի դա միլիոններ ունենասել որպես նախագիծ, որպես ծրագիր, որևէ մի պրոյեկտի։ Մյուս թատրոնների վիճակը շատ վատ է։ Այսինքն կոմերցիան դեր է խաղում նաև թատրոնում եւ հնարավոր չէ դրանից խուսափել։ Մեր թատրոնը, ընդհանրապես հայ թատրոնը ժամանակակից մեծ հարված ստացավ այն ժամանակ, երբ բաժանեցին կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն հասկացողության թատրոնը։ Չի կարելի բաժանել։ Աշխարհում չկա նման հասկացողություն, սա կոմերցիոն է, սա կոմերցիոն չէ։
Երբ որ գնում ես Grand Opera կամ La Scala ներկայացում դիտելու, այնտեղ չեն ասում կոմերցիոն, բայց դու վճարում ես ահռելի գումարներ նայելու համար։ Այսինքն սա էլ է պարակտու։ Չպետք է լինի պարակտու։ Մենք պիտի այո, այսօր կարողանանք այսօրվա հանդիսատեսին մատուցել իրեն մատչելի ներկայացումներ, բայց ոչ կռենք։ Հասարակությունում գիտակցությամբ շատ է իջել, շատ բաներ չի հասկանում։ Պիտի կարողանաս իրեն բացատրել, մատուցել իրեն հասկանալի կերպով, ոչ թե լեզվով կերպով, բայց ոչ կռենք։ Որպեսզի ինքը չվախենա, որովհետև եթե ներկայացնես այնպես ինչ-որ պետք է կարող է վախենա հակակրակ կարգ, որովհետև չի հասկանալու բաներ։ Ցավալիորեն մի քայլ պիտի իջնես ներքև, որպեսզի ունենաս, որպեսզի շահագրգռես, որպեսզի դա դառնա կենցաղի մի մաս, մարդու կենցաղի մի մաս, ես որոշ ժամանակ իմ կյանքի ապրել եմ Մոսկվայում, թատրոն հաճախելը կենցաղի մասն է։ Կենսակերպ է։ Կենսակերպը, մարդը ամենակիչը շաբաթը մեկ պիտի գնա թատրոն։ Պարտադիր է, եթե ոչ 2-3։ Դրսում հետաքրքիր ձևով պատրաստվում են, հատուկ հանդերձանք։ Դա իրենց համար արարողություն է, հասկանում եք, ընդունված է, իրենց կենսակերպ ապրելակերպի մեջ ընդունված է դա։ Չգիտեմ, կոպիտ ասածներից լողանալու նման, ինքը պարտավոր է ամեն օր լողանալ, ես մարդը պարտավոր է նաև ամեն շաբաթ կամ 2 օրը մեկ գնալ թատրոն, հաճախ իմանալ պիտի հասկանում եք, սա հասարակության մշակույթի մասն է։ Մենք ինչի չունենք դա։ Որովհետև նորից եմ կրկնում, ժամանակին այս մոտեցումը չի ներմուծվել հասարակության մեջ։ Որ բարեկամս թատրոնը կենսական բան է քեզ։ Պարոն Ստեփանյան, իսկ մեր թատրոնը նաև ժամանակակից լինելու խնդիր չունի այսօր։ Անշուշտ ունի, բայց ժամանակակից լինելը պահանջում է մեծ գումարներ։ Եթե մենք այսօր տեսնում ենք Որսում եք տեսնել ինչ կա համաշխարհային թատրոնների բեմում, ես գալիս եմ եզրակացության, որ այստեղ եթե ոչ 90%, 80% կախված է ֆինանսներից։ Նախ հասարակությունը պահանջում է եւ ընդհանրապես ժամանակը պահանջում է տեխնիկական հագեցվածություն, ֆանտաստիկ տեխնիկական հագեցվածություն, որը մեզ ազատում է թատրոնն ասած հասկացողության, ազատում է դեկոր ասած երևույթից։ Այսօրվա մեր թատրոնները գտնում են անցյալ դարի 50-ական թվականների մտածողության մեջ, իրանց գեղագիտության մեջ, եւ դեկոր ասած այդ երևույթը ներկայացման մեջ դառել է արդեն այնքան արխայիկ, այնքան ոչինչ, որ արդեն հակակրանք առաջացնում, ինչ դեկոր, ինչ կտոր, ինչ փայտ, դրանք արդեն վերացված բաներ են, ժամանակի հիմա նոր բան է պահանջ։ Իսկ այդ նորը ունենալու համար մեր թատրոններին մեծ գումարներ է պետք։ Չունեն դրա համար մարդիկ էլ ստիպված անցյալ դարի 50-ական թվականների մոտեցումով պատրաստում են իրենց դեկորը։ Ոչինչ, գոնե այդպես, բայց եթե դեկորի մեջ չկա արժեքավոր որևէ բան, դեկորն էլ հեչ դառնում։ Վերջին ժամանակներում, երբ որ թատրոններից գալիս էի, եկել էի այն որոշմանը, որ ես պետք է ներկայացումներ բեմադրեմ դատարկ բեմի վրա, առանց դեկորի։ Որովհետև եթե բեմում չկա ամենակարևորը դերասանը, ասածը ոչինչ է։ Հիմա մենք ունենք եւս մի հնարավորություն, լավ չունենք փող, չունենք տեխնիկական հագեցվածություն, այդ ֆինանսները չունենք։ Եկեք հակառակ կողմից մոտենանք։ Դատարկեք ամեն ինչը, տվեք ես դերասանի։ Այդ ամեն ինչը տվեք դերասանի, որ իր մի վայրկյանը բեմի վրա ծածկի այդ ամեն ինչ, լցնի այդ դատարկությունը։ Այ ըստ իս մեկ ամենք չենք ունենալու այդ փողերը, երբեք չենք ունենալ այդ գումարները, այդ տեխնիկական հագեց չենք ունենալու։ Եկեք շեշտը դնենք մի հատ հիմա դրա վրա, եկենք մի դերասանական եւ ռեժիսորական դպրոցում զարգացնենք։ Ոնց որ Կոմիտաս Գերմանիա մի սրինգով նվաճեց։ Մի սրինգով ընդհանրապես։ Որտեղ ինքը Կոմիտասն էր։ Իսկ ինչու մենք չենք կարող Կոմիտասներ տալ բեմի վրա։ Ինչ կա։ Կարող ենք։
Մենք ունենք այդ պոտենցիալ, մենք ունենք այդ հնարավորություն։ Գուցե պետությունը ինքը հասկանա, որ պիտի ֆինանսավորի, որպեսզի թատրոնն էլ կարողանա ժամանակակից մոտեցումներով ներկայացում ունենալ եւ հետո նոր կարողանա տոմս պատճառի, այսինքն դուք շղթան այս ուղղությամբ եք տեսնում։ Փոխկապակցված է, այսինքն սա պիտի զուգահեռաբար արվի, ոչ թե այս զուգահեռաբար պիտի գնա, բայց այսպես մի բան էլ չմոռանանք։ Ով ուզում է լինի այնտեղ նստած, ով ուզում է ղեկավար լինի, այսօր մեր պետությունը ծանր վիճակում է գտնվում։ Եթե թատրոնները փակվում են հանուն, նույնիսկ հանուն պետության հզորացման, առաջի զինվորը ես եմ ասում, ես համաձայն եմ, փակեք բոլոր թատրոնները, փակեք ժամանակավորը, մենք պետք է հզորացնենք մեր երկիրը, մենք պետք է անենք, կբացեք, հետո կբացենք։ Բայց եթե սա փակում է որպես կմահաճույք, այստեղ ես բողոք եմ առաջանում։ Երկրորդը, ես նորից եմ հասկանում, խնդիրները այնքան մեծ են, որ թատրոնը գտնում է 10-րդ պլանում մեր պետության առաջ, եթե պետությունը գիտակից պետություն է։ Իսկապես ես հասկանում եմ իրենց։ Մենք զենքի կարիք ունենք։ Առաջնային զենքի կարիք ունենք։ Մենք բանակի կարիք ունենք։ Մենք դրա մասին պետք է մտածենք առաջին հերթին։ Թատրոնը կսպասի ոչ ոք։ Թատրոնը դեկորները որ յոլա կգնա, առանց դեկորել յոլա կգնա։ Բայց տվեք ինձ դրա փոխհատուցումը։ Տվեք ինձ զենքով այդ փոխհատուցումը։ Ասեք փակել ենք թատրոնները։ Փող չենք տվել, բայց զենք ենք։ Այս սա ունենք։ Հրանտ Մաթևոսյանն ասում էր մի անգամ գլուխը տնես սպայի, որ խփեն իրաց ձեռով, ցավա, տեսնում երկրորդ անգամ կխփեն։ Դուք ծնվել եք Կայարանում, որտեղ Սասունցի Դավիթ կինոթատրոնը կար օրինակ եւ ձեր սիրելի վայրերից էր գիտեմ, բայց դա Երևանի սիմվոլներից մեկն էր նաեւ, ոչնչացվեց, հետո տարիներ առաջ այն վերականգնելու ծրագիր կար, այդ ծրագիրը այդպես էլ չիրականացվեց, որքանով տեղյակ եմ։ Մենք Երևանում ի՞նչն է, որ անդարձ կորցրին եւ ի՞նչն է, որ գուցե դեռ կարող ենք վերականգնել։ Խորհրդանշական շինություններ կային Երևանում, որ պետք է մնային իհարկե, անշուշտ պետք է մնային։ Ինչ վերաբերում է Սասունցի Դավիթ կինոթատրոնին, որը իմ մանկության պատանեկության խորհրդանիշներից մեկն էր, այսօր մենք ունենք Երևանում քանի կինոթատրոն, Կինո Մոսկվա եւ մոլերում գործող։ Դրանք մենք չենք հաշվում, մոլերի դա կինոթատրոն առանձին մշակույթ է, կապված առևտրական կենտրոնների։ Սասունցի Դավիթ կինոթատրոնը եթե մնար, ինքը կմնար, ես շատ եմ ափսոսում, ահավոր ափսոսում։ Ինքը կվերածվեր խանութի, կվերածվեր մոլի, կվերածվեր ինչ-որ բանի, այդ շինությունը, շենք։ Միևնույն է, այդտեղ կինոթատրոն չէր լինել։ Ես չեմ արդարացնում, ես պարզապես ռեալ եմ փորձում դիտարկել առանց էմոցիաների, էմոցիան մի կողմ դնելու։ Ոնց որ կինոթատրոն Ռոսիան, այրարատը, ինչի վերածվեց։ Տնավաճառ, շուկա։ Նույնն էլ դա կլիներ, շուկայի կվերածվեր, հասկանում ես, ու այս դեպքում այո, ես համաձայն եմ, որ չլինի։ Որտեղ իմ մանկության հիշողությունները, պատանեկության հիշողությունները կապականվեր, կվերածվեր կինոթատրոնը շուկայի, չէ։ Երիտասարդության պալատը, որը կար, որը ոչնչացվեց, փոխարեն ինչ է կառուցում, ես չգիտեմ այդտեղ, տեղյակ չեմ։ Դա խորհրդանիշներից մեկն է, որ կարող էր մնալ։ Վերանորոգվեր, փոխվեր, միգուցե ուրիշ կերպ, եթե այսինքն արդիականացվեր ժամանակի ճարտարապետությանը համահունչ լիներ։ Կհամաձայնվի, բայց ոչնչացնել է, ինչի համար ոչնչացրեցիք, եթե տեղը որևէ համարժեք բան չեք անել, կամ դրանից լավ։ Քաղաքը պետք է ունենա դեմք։ Յուրաքանչյուր քաղաք այցեքարտ պետք է ունենա քաղաքը։ Եթե վերացնում է քաղաքի այցեքարտը, անունը դնելով վերափոխում ժամանակակից կամ այսօր դա ինչ չի համոզում։ Այսօր մեր քաղաքում բարձրահարկեր են կառուցվում։ Ներդաշնակությունն է խախտվում իմ քաղաքի։ Խնդրեմ քաղաքից դուրս կառուցեք ձեր բարձրահարկը, բայց Թամանյանի ճարտարապետությունը մի խախտեք, որովհետև Թամանյանը տվել է շատ կոնկրետ ճարտարապետություն, տվել մեր քաղաքի դեմք ճարտարապետություն, որը պետք է արդեն պահպանվի որպես ազգային արժեք։
Եթե մենք ընդհանուր ճարտարապետությունը չենք պահում որպես աշխարհային արժեք մեր քաղաքի, բնականաբար կթույլ տանք այսօր քանդել, բարձրահարկեր կառուցեն, նորակառուցենք, կառուցեք էլի, շատ լավ է, հրաշալի է, որ կառուցում եք, բայց ունեցեք գիծ, ունեցեք սահման, որտեղից կարելի է անել։ Կենտրոնը չի կարելի ծանրաբեռնել, իսկ այսօր կենտրոնը ահառելի ծանրաբեռնված է այդ շենքերով, այդ բազմահարկ շենքերով։ Թող լինեն ժամանակակից, այո, սիրուն է նայում ես, այո, վատը չի, սա էլ լավ է, բայց ընդհանուր հետ կապ չունի, սա այն քաղաքը չի։ Ես չեմ ասում սա որպես նոստալգիկ մարդ, որը հին եւ կարոտաբաղձությամբ զբաղված է, չէ, ամենևին շատ լուրջ եւ շատ ստապ եմ մոտենում ես, խնդրի ես։ Եթե չունես այցեքարտ, քաղաքի դեմք չունես, դու քաղաքացի չես։ Իսկ ինչ կուզեիք տեսնել Երևանում, որ չկա։ Այդ Երևանը մեկը իր մեջ ունի մի ուժ, որտեղից է գալիս է մարդը, միանալ կերթվում է, ժամանակի ընթացքում դառնում է երևանցի։ Երևանցին ունի մի հատ այսպիսի շատ լուր գործելակերպ։ Ի հակառակ ասեն Գյումրեցի է։ Եվ ընդունում ես իրան, ասում ես ինքը տենց է, հասկանում ես ինքը համով է, ինքը հոտով է, ինքը սիրելի է, ինքը ընդունելի է, որտեղ ինքը Գյումրեցի է, ընդունում ես։ Գավառցին կասի, ես գավառցի եմ, ասենք Երևանը չունի, ես երևանցի եմ։ Երևանը չի ասում ես երևանցի։ Երևանը լուր է երևանցի։ Եվ ով գալիս է Երևան, ժամանակի ընթացքում դառնում է լուր երևանցի։ Որը երբեք չի բարձրաձայն եւ ունիկը երևանցի է, այլ հապարտություն։ Այս սա է Երևանի երևանցի լինելու հատկությունը, ես տեսնում եմ երևանցի։ Որպեսզի մարդիկ շատ լինեն եւ Երևանը լիներ այդպիսի լուր ու բարեամպուլ ընդուներ մեծ բարությամբ։ Ու նույն բարությամբ է դրաժարվել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Ստեփանյան։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք